Դեկտեմբերի 15-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումն իր անսպասելի հանգուցալուծմամբ շաբաթվա ամենաքննարկվող թեման դարձավ, բերելով բազում ենթադրություններ ու վարկածներ։ Դեպքը կատարվել էր օրը ցերեկով եւ այդ մասին ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից։ Վարչությունում հաղորդում էր ստացվել, որ հարձակվել են Բաշինջաղյան փողոցի առանձնատներից մեկի վրա, հնչել են կրակոցներ, վիրավորներ կան։ Ոստիկանության խմբերի հետ մեկտեղ Բաշինջաղյան փողոցում էին նաև շտապ օգնության մեքենաները, վիրավորներին պետք էր անհապաղ օգնություն ցույց տալ։ Իրավապահները փորձագետների մասնակցությամբ ուսումնասիրեցին տան տարածքը, հանգամանքները պարզելու ուղղությամբ սկսեցին ձեռնարկել համապատասխան գործողություններ։ Նախնական տվյալներով զինված եւ դիմակավորված անձը մուտք էր գործել տուն, որտեղ այդ պահին եղել էր նաև մանկահասակ երեխա, 12 մմ տրամաչափի Չերչիլ տիպի ողորկափող հրացանով ու դանակով սպառնացել էր, պահանջել թանկարժեք զարդեր, գումար։ Տան անդամները դիմադրել էին, կրակոցներ էր արձակել նրանց ուղղությամբ, հրազենային վնասվածքներ պատճառել։ Հավանաբար պայքարը թեժ էր եղել, որովհետև դիմադրության ժամանակ դիմակավորը բազմաթիվ կտրած ծակած վերքեր էր ստացել։ Կրակել ես հարձակվեցի իրա վրա քաշքշեցի ընկավ ես ստիպված կասում եմ հենա հացը դեր որ տեսացեցա վերցեցի խփեցի գլխին տանականից որ խփուցարից խլեցի խփեցի։ Զինված հարձակում կատարած տղամարդը, որն ինչպես հետո պարզվեց, Երևանի բնակիչ 1976 թվականին ծնված Գևորգ Սարգսյանն էր, գիտակցության չգալով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացավ։ Նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության գործիք հանդիսացող հրացանը եւ դանակն առգրավված են։ Քննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։